Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Սուրենյանց, դուք խորհրդարանական ընտրություններում մասնակցում եք Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակներում։ Վերջերս հրապարակվել է նաև կուսակցության առաջին 3 տասնյակ թեկնածուների անունները, որտեղ դուք 8-րդն եք ցուցակում։ Ըստ ձեզ, սա գաղափարական միավորում էր, թե ավելի շատ ընտրություններին մասնակցելու հարմար հարթակ ձեզ համար։ Գիտեք, դեմոկրատական այլընտրանք կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունները առնվազն 6 տարվա պատմություն ունեն։ Իսկ ճիշտ այնքան, ինչքան գոյություն ունի դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը։ Մենք ԲՀԿ-ի հետ 2021-25 թվականներին մասնակցել ենք թիմ ընտրությունների։ Ամենաբոլոր ընտրություններին մասնակցել ենք մեկ թիմով։ Դաշինքով կամ այլ ձևաչափով, բայց միասնական թիմով։ Այնպես որ մեր պարագայում այդ հարցը կարծում եմ նույնիսկ տեղին չի, որովհետև մենք ծրագրային ընդհանրություն ունենք, հոգեհարազատություն ունենք, հաջողված պատմություն ունենք համագործակցության, բայց ընդհանուր առմամբ առաջարկ Հայաստանի ծրագրի շուրջ միավորումը ծրագրային է։ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ վարչապետի 3-ից 4 թեկնածու ունեն, չէ՞ կարծեմ, բայց մինչև այսօր անուններ չեն հրապարակվել, ինչն է պատճառը։ Քարոզ Արշավը երբ որ մեկնարկի, այդ հարցերի պատասխանը կունենանք, հələ Քարոզ Արշավ չկա պաշտոնական։ Բայց ձեզ համար արդեն հայտնի է վարչապետի թեկնածու։ Ոչ, ինձ համար հայտնի չի։ Ես ունեմ իմ սուբյեկտիվ ընկալումը, ես կարծում եմ լավ տեխնացուն այնուամենայնիվ հենց ինքը Գագիկ Ծառուկյանն է, բայց որոշում էս պարագային պարոն Ծառուկյանին է։ Ակնհայտ է, որ քաղաքական թիմի լիդերը առաջնորդը հենց Ծառուկյանն է։ Իսկ ինչու պարոն Ծառուկյանը չի ուզում։ Այդ հարցը կոռեկտ չի պատասխանելու, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում ինչ պատասխանատվություն ստանձնի։ Բայց ըստ ձեզ այստեղ վստահության խնդիր չկա, քանի որ պետք է քաղաքացին քվեարկի մի ուժի օգտին, որը չի ասում ով պետքա լինի վարչապետը։ Բայց Քարոզ Արշավը չի մեկնարկել։ Ես ձեզ ասացի, երբ որ մայիսի սկզբին մեկնարկի Քարոզ Արշավը, այս հարցի պատասխանը մեր հասարակություն ունենալու է։ Իսկն որևէ բան հասարակության թիկունքում չի լինելու։ Ոնց որ մենք շատ թափանցիկ ձևով մեր ծրագիրը, որը ներքևից վերև սկզբունքով ձևավորվեց, հասարակության մասնակցությամբ այդ ծրագիրը ըստ էության ձևավորեցինք, կազմեցինք, ոնց որ հասարակական տրամադրությունները հաշվի առնանք համամասնական ցուցակի կազմության հարցում, նույն կերպ հասարակությունից թաքուն որևէ որոշում չենք կայացնելու։ Շատ լավ, դուք անձամբ որքան իրական ազդեցություն ունեք դաշինքի ներսում եւ կարող եք օրինակ բերել մի որոշում, որտեղ ձեր դիրքորոշումը եղել է որոշիչ։ Գիտեք, ես նման չեմ սիրում նման կարծիքի մանձի մասին հայտնել, կարծում եմ համամասնական ցուցակում տեղս արդեն հուշում է, որ բավականին նորմալ կշիռ ունեմ քաղաքական այդ համակարգում, թիմում, բազմաթիվ ծրագրային առաջարկներ իմ եւ իմ փոքր թիմի դեմոկրատական այլընտրանք կուսակցության ընդունվել են, սկզբունքային խնդիրներ չեմ հիշում, որտեղ տարաձայնություններ ունենանք առաջարկ Հայաստանին այլ սեգմենտների։ Թիմային աշխատանք է, ես չի ուզի մեր դերակատարությունը կամ այլ գործընկերների դերակատարություն գերագնահատեմ կամ թերագնահատեմ, թիմային նորմալ աշխատանքը։ Պարոն Սուրենյանց, դուք մշտապես դիրքավորվել եք որպես ռեալ քաղաքականության հետևորդ։ Շարունակում եք ԲՀԿ ցուցակում լինելով ռեալ պոլիտիկի գաղափարների կրող։ Իհարկե, ես ասացի, ԲՀԿ-ի հետ 6 տարի համագործակցություն ունենք, ռեալ պոլիտիկի իմ դրսևորումներին դա որևէ կերպ չի խոչընդոտել։ Ավելին ամենառեալիստական միավորումներից մեկն եմ ես համարում առաջարկ Հայաստանի շուրջ ձևավորված կոնսոլիդացիան։ Դուք նաև ՀԱԿ-ի հետ եք սերտ համագործակցում, հաճախ միասին միջոցառումներ եք կազմակերպում։ Հիմա երբ ընտրություններին առանձին եք մասնակցում, ինչպես եք վերաբերվում, որ կարող եք այս փուլում մրցակից լինել։ Շատ նորմալ, քաղաքական դաշտի բազմաթիվ սեգմենտներում շատ հարազատ մարդիկ ունեմ, որոնց հետ ունեմ թե գաղափարական ընդհանրություններ, թե անձնական մտերմություն, թե կենսագրության մի հատված նրանց հետ եմ քայլել,
Ցավոք սրտի ամեն ինչ իդեալական չի ստացվում եւ ոչ բոլոր դեպքերում, որ բոլոր գաղափարակիցներով կարողանում ենք մեկ ցուցակում հայտնվել։ Նորմալ մրցակցային ընտրություններ անցողիկ են քաղաքականությունը նույնպես երբեք քաղաքական կոնյունկտուրայով ու ընտրական կոնյունկտուրայով իմ անձնական հարաբերությունները չեմ կառուցել։ Պարոն Սուրենյան, Սեր քաղաքական միավորին եւս մեղադրում են արտաքին կենտրոններից, մասնավորապես Ռուսաստանից ղեկավարվելու մեջ, ինչպես մյուս ընդդիմադիր երկու ուժերի, ինչպես եք վերաբերվում այս հարցին։ Դե չեմ ուզում Ալիևի իդեալական վասալների գնահատականներին պատասխանել։ Թողել իրանք հասարակական պատկերացումների տրամադրությունների մեջ իրենց Ալիևի վասալը լինելու խարանը մաքրեն, նոր ուրիշների հետևում արտաքին ականջներ փնտրեն։ Բայց այնուամենայնիվ չեք կարծում, որ Հայաստանում ընտրությունները հաճախ դառնում են արտաքին խաղացողների ազդեցության տակ։ Իշխանության պատճառով այնպիսի քաղաքականություն վարել Նիկոլ Փաշինյանը, որ երկիրը դարձել է պարախատնոյի դուր, եւ ով հնարավորություն ունի կամ ցանկություն ունի արտաքին քաղաքական դերակատարներից փորձում է միջամտել։ Կոնկրետ մեր ուժը Մաքուր Հայաստանը կենտրոն ուժ է եւ քաղաքական, ֆինանսական կամ որևէ առումով չեն կարող մեր հետևում արտաքին ականջներ փնտրել։ Կոնկրետ ձեր դաշինքը ինչպես է չեզոքացնելու օրինակ այդ խոսակցությունները։ Բայց ինչի մենք ասում դու կարծում եք Ալիևի հրանքներ կատարողների ասածներին շատ լուրջ պիտի վերաբերվենք, մի հատ էլ կամ հասարակությունը շատ լուրջ է վերաբերվում, մի հատ էլ մենք պիտի այնպես ջանքեր թափենք, որ ասենք, որ մենք նորմալ մարդիկ ենք երկու ականջով, մեկ քթով, իրանք արդարանալու խնդիր ունեն հասարակության առաջ։ Պարոն Սուրենյան, ընդդիմադիր դաշտում ում եք համարում ձեզ մրցակից, Քոչարյանի, թե Սամվել Կարապետյանի։ Գիտեք, հարցը լավը չի։ Եթե մեկ ցուցակում չենք, բոլորը եւ գործընկերներ են եւ մրցակիցներ միաժամանակ։ Իսկ ըստ ձեզ պարոն Քոչարյանը ինչու է կրկին առաջադրվել, արդյոք ունի դեռ շանս։ Իմ կարծիքով, եթե մեկ անգամ իմ կարծիքով Արցախի կործանումը անուղղակիորեն նաև ներքաղաքական հետևանքներ է եղել եւ ունեցել եւ համազգային շարժման հետ կապված կամ դրա մեջ ակտիվ դերակատարում ունեցած նախին 3 նախագահների պատմաշրջանը փակված է։ Բայց Քոչարյանը ըստ երևույթի իր այլ կարծիք ունի, կրկին առաջադրվել է։ Ես կարծում եմ ինքն դիմության ֆավորիտը լինելու շանս չունի։ Այնուամենայնիվ նա արդեն մեկ անգամ ձախողել է ու ձախողել է նաև իշխանափոխության իր խոստումները դառնալով շարքային ընդդիմադիր։ Կանչեք իր թիմակցին, մնացած հարցերը իրեն։ Ես ասում եմ, ես կարծում եմ ինքն ընդդիմադիր ֆավորիտ լինել չի կարող։ Ուժեղ Հայաստանն էլ հայտարարում է, որ վարչապետ լինելու իր թեկնածուն, բայց այստեղ հարց է առաջանում, ինչպես եթե Ռուսաստանի նաև քաղաքացի է, ըստ սահմանադրություն այդ է։ Դրանք մեխանիզմը ասել են, գնում են սահմանադրական մեծամասնություն ստանալու եւ սահմանադրության 148 հոդվածը վերանայելու ճանապարհով։ Բայց դուք ինչպես եք վերաբերվում մարդու համար սահմանադրություն։ Ես չեմ վերաբերում, ես կենտրոնացած եմ մեր թիմի հաջողությունների վրա, ես համարում եմ, որ ամենաարդյունավետ թիմը մեր թիմն է եւ հիմա Սամվել Կարապետյանի թիմի հեռանկարները գնահատել չեմ ուզում։ Իրենք ֆավորիտներից մեկն են ընտրական ցիկլի, եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանաք, այս ընտրական ցիկլում ընդդիմադիր դաշտի երկու հիմնական ֆավորիտները հենց մեր ուժն է, Գագիկ Ծառուկյանի շուրջ կոնսոլիդացիան եւ Սամվել Կարապետյանի շուրջ։ Իսկ դուք որ ուժերի հետ եք պատրաստ համագործակցել։ Բոլորը դիմադիր։ Պարոն Սուրենյան, այդ ընտրական զարգացումներ սպասվում են ըստ ձեզ։ Եթե կեղծիքներ լինեն միանշանակ։ Եթե իշխանությունը գնա տոտալ կեղծիքների, դա անխուսափելի կլինի։ Չգնա տոտալ կեղծիքների, իշխանությունը վերարտադրելու հնարավորություն չի ունենա։ Իսկ ըստ ձեզ որ ուժերը կանցնեն խորհրդարան։ Շատ անշնորհակալ բերի տակ եք ինձ դնում։ Ես կարծում եմ սոցիոլոգիական հարցումը 4 ֆավորիտների նշումը, դրանք են իշխանության կուսակցությունը, Սամվել Կարապետյանի շուրջ համախմբված կոնսոլիդացիոն կենտրոնը, Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված կենտրոնը, Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված դաշինքը, 1-2 այլ կուսակցություններ էլ թերևս ունեն շանսեր, կախված է ինչպիսի
արդյունավետությամբ նախընտրական արշավ կիրականացնեն։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սուրենյանց։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։